Ստրեսային ախտանշանային խոցերը կամ պեպտիկ խոցերը առաջանում են ֆիզիկական և հոգեկան վնասվածքների ժամանակ, կարող են առաջանալ շոկի ժամանակ, գանգուղեղային տրավմաների ժամանակ, ցրտահարության ժամանակ։ Բնորոշվում է ստրեսային խոցերը նրանով, որ նրանք կարող են առանց ցավ թափածակվել և արյունահոսվել, ընդ որում նրանց ընթացքը բավականին բարդ է ընթանում։ Մենք բազմիցս մեր հաղորդումների ժամանակ խոսել ենք խոցերի մասին և խոսել ենք նաև հարուցիչների մասին։ Կասեք, այս պարագայում ևս կարող ենք անդրադառնալ հարուցիչներին և ինչքանով դեր կարող են ունենալ դրանք։ Մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք խոցային հիվանդության մասին և նշել ենք, որ նրա ախտածնության մեջ մեծ դեր ունի հելիկոբակտեր պիլորին, որը հարուցիչ է, այն համարում է առաջին կարգի ուռուցքածին և որը առաջացնում է ստամոքսի լորձաթաղանթի բորբոքում, որը սկզբնական շրջանում կարող է դիտվել էրոզիայի ձևով, այնուհետև վերածվում է խոց և եթե մենք չենք բուժում այն, վերածվում է ուռուցքի։ Սակայն ստրեսային խոցի դեպքում մենք այլ պատկերի հետ գործ ունենք և առաջանում է փսիխոէմոցիոնալ վիճակների պատճառով ստրեսի պարագայում։ Յուրաքանչյուր փսիխոէմոցիոնալ ազդակ ինչ է անում, ազդում է մեր իմուն համակարգի վրա, ընկճում է մեր իմունիտետը և այդ ազդակները առաջին հերթին իր վրա ինչն է վերցնում, աղեստամոքսային տրակտը։ Ինչ կլինիկական դրսևորումներ կարող է ունենալ այս խնդիրը։ Ուրեմն ստրեսային խոցերը, ինչպես մյուս կարգի խոցերը, նրանք հիմնական կարող են ունենալ նույն կլինիկական նշանները։ Առաջին ախտանիշը իհարկե դա ցավն է, ուտելուց 2 ժամ հետո է առաջանում կամ կարող է առաջանալ գիշերը, դրանք կոչվում են գիշերային սոված ցավեր։ Երկրորդ սիմպտոմը դա դիսպեպտիկ համախտանիշն է, երբ կարող ենք ունենալ այրոց, գղտոց, սրտխառնոց, փսխում, դառնահամություն բերանում, վատ ախորժակ։ Երրորդ սիմպտոմը, որը շատ տարածված է, դա կարող է լինել մաշկի և տեսանելի լորձաթաղանթների գունատություն, կարող է դիտվել մետեորիզմ, որովայնի փքվածություն, գազերի առկայություն և նեյրոցիրկուլյատոր դիստոնիա նույնպես կարող է դիտվել այս դեպքում։ Ախտորոշումը ինչպես է կատարվում այս խնդրի պարագայում։ Ուրեմն ախտորոշումը կատարվում է առաջին հետազոտությունը, եկավ հիվանդը, հավաքվում է անամնեզը և նշանակվում է համապատասխան հետազոտության պլանը։ Պլանի մեջ մտնում է ֆիբրոգաստրոդուոդենոսկոպիան, կատարվում է որովայնի սոնոգրաֆիկ հետազոտություն, կատարվում է արյան կլինիկական բիոքիմիական հետազոտություններ և նորից ստուգվում է հելիկոբակտերի առկայությունը, որովհետև կարող է այն նաև համակցված լինել